Խնդրեմ։ Պարոն Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս հարցի հետ կապված մեկնաբանություն տալ։ Դուք հետևողական, փաստարկված հրապարակումներով, թղթերով, ինչպես նաև այդպիսի հրապարակումներով ներկայացնում եք Աննա Հակոբյանի հետ կապված որոշակի դրվագներ եւ վերջերս Աննա Հակոբյանը հերթական անգամ մի ծավալուն գրառում էր արել այն մասին, թե այս 7 տարիների ընթացքում ինչ է արել ինքը եւ ճակերտներում անշնորհակալ ժողովուրդ։ Մի հատ է շնորհակալ չենք լինում իր արածի համար։ Հիմա պետք է խնդրեմ, դուք այս գրառմանը եւս անդրադարձել եք։ Հիմա պետք է խնդրեմ մի փոքր, այսպես մեր լսարանի համար, այս բանավոր ձևով ներկայացնեք ինչի մասին է խոսքը եւ նորից վերադառնանք ձեր նախորդ հայտարարություններին, այն է Իմ քայլը հիմնադրամը Միացյալ Նահանգներում, որտեղ է գրանցված Հակոբ Սիմիզյանի քրոջ հետ կապված հետքներ ծավալուն նյութեր պատրաստել, բայց դուք նաեւ հետքին դիմել էիք, նաեւ նույն գրառման, որ մի քանի դրվագներով եւս հետաքրքրվեն, թե ինչ է տեղի ունենում, համեցեք։ Շնորհակալություն, որ այս ժամը տրամադրեցիք։ Ես նախքան զրույցին ասել եմ երկու կետ հիշատակեմ, կարծում եմ մի անգամ ասել եմ իմ գրառման մեջ էլ 3 անգամ գրել եմ, անհրաժեշտ է համարում նաև այստեղ ասեմ, որովհետև վստահ եմ կամ ինքնա ձեր կայքը կամ ալիքը նայում ձեր հաղորդումները կամ ապա մեկին հանձնարարելա, որ նայեն իրեն զեկուցեն, որովհետև շատ հաճախ ձեզանից ինքը այդպես ասած մեջբերումներ անելով հայտարարություններ անում։ Ամեն դեպքում ես շատ հստակ ասեմ, որ ես իմ կայքեջի Facebook-յան էջում որևէ կերպ իրեն ոչ վիրավորել են, ոչ հայոել են, ոչ իրեն, ոչ իր ընտանիքի անդամներին կամ երեխաներին բացառված այդպիսի բան իմ էջի մեջ չէ գտնի, կամ նույնիսկ ասենք այդպես ասած անիմաստ կամ օծից կախված լուրերի համաձայն հայտարարություններ չեմ արել, այսինչն տուն ունեն, այսինչն ինչ արել, այդ կարգի բաներ չէ գտնի, ես պարզապես ուզում եմ շատ հստակ ասեմ, որ ինքն է տեղյակ լինի, պարզապես փաստեր, որոնք կան, իրականություն են, գուցե շատ մարդիկ դրանք չեն էլ նկատում, ես դրանք միայն դրանց հիման վրա հարցումներ եմ ուղղում եւ կարծեմ հարցումը ցանկացած մարդու իրավունքն է, որը երկրի ղեկավարներին կամ ղեկավարների հետ փոխկապակցված անձանց այդ հարցը տա քաղաքակիրթ աշխարհներում, որի ջատագովն են իրենք եւ ասում են, որ մեզ տանեն այդ ուղղությամբ, շատ ընդունված կարծում եմ ձև է եւ հույսով եմ, որ կենից մեկը կատակի ասում է, թե մտահոգ չես անկած մոմուտն էլ մյուսներին ման արկել են, ասացի չէ, որտեղ վերջին հաշվով չեմ կարծում Աննա Հակոբյանը, ասենք պետք որ պետության հետ առնչություն ունենա, Նիկոլ Փաշինյանի կինն է եւ այսինքն չեմ կարծում իրեն հարցումներ տալը կարող է այսպես ասած Հայաստանի անվտանգությանը սպառնացող ինչ-որ բան լինի, որի պատճառով ինչ-որ սփյուռքահայի մուտքը փորձեն արգելել Հայաստան։ Ամեն դեպքում այդ թեման հիմա փակենք։ Այն բանը, որ ես մասին գրել էի, հիմա ուղղակիորեն ինձ հիշեցրեց կամ իմ հիշողությունները թարմացրեց իր վերջին գրառումը, եթե հիշեք, մի հատ այդպես երկար ինքնագովազդման գրառում էր արել, որ ինքը ինչ էր արել, իհարկե մի հատ ձախողումից էր սկսել խաղաղության կապակցությամբ, իսկ մյուսը այդպես շարել էր, որ ինչ համաժողովների համասնակցել, ինչ էր արել, որտեղ ելույթներ ունեցել։ Իհարկե նման ցանկ, ես իստեղ խորհրդային ցանկացած պատգավոր էլ, կին պատգավոր էլ, եթե ասեք պատրաստի, կարծում եմ հենց այդքան համաժողովների իրենք մասնակցած լինեն, բայց հիմա որպես վարչապետի կին մասնակցել է, շնորհակալ ենք իրեն, որ մասնակցել է, բայց այդտեղ մի ուշագրավ դրվագ իմ մոտ ինչ-որ հիշողություն արթնացրեց շուրջ 2 տարի առաջվա հետ կապված։ Իդեպ այդ մասին ես հենց հայրիկ ձեզ այդ զրույցի ժամանակ եմ առաջին անգամ բարձրաձայնել այդ օրերին, դեռ 2023 թվականի հոկտեմբեր ամսին այդ մասին խոսել եմ ձեզ այդ զրույցում, բայց այդ օրերին գիտեք, երկիրը յուրահատուկ պայմանների մեջ էր գտնում Արցախի օկուպացման պատճառով, ժողովուրդը թապես ուրիշ թեմաներով էր զբաղված, մի կարծես դա շատ էլ ուշադրության կենտրոնում չհայտնվեց, բայց հիմա իր երեկվա այդ գրառումը, որ կատարվել է անցած օրվա, դա հարթնացրեց ինձ։ Խոսքը վերաբերում է կին առաջնորդների այդ խմբավորմանը, որին կա, որին ինքը մասնակցել էր հավաժողովներին, գագաթնաժողովներին եւ դա այդ շարանի մեջ, որ իր աշխատանքն է ներկայացրել, մի քանի համաժողովներ կան կին առաջնորդներ համաժողովներին, որոնց ելույթն է։ Վերջին էլ, եթե չեմ սխալվում, եղել է 2023 թվականի հունիսի 6-ին թե 7-ին, դա եղել է Բրյուսելում, որտեղ ինքը ելույթ է ունեցել եւ նշել է դրա մասին։ Բայց հիմա հետաքրքիր մի փաստ, որ ինքը այդտեղ չի անդրադարձել եւ դրա վրայից անցել է, ես դրան էի ուզում անդրադառնալ հիմնականում, դա 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանում նախատեսված միջոցառումն էր, որը հենց այդպես էլ տեղի չունեցավ։ Պատմությունը ինչ է, եթե հիշեք, այդ համաժողովներին, որ ինքը գնում էր, սկսել էր ակտիվորեն մասնակցել կին լիդերների այդ համաժողովներին, 2023 թվականի սկզբին միանգամից հայտարարվեց, որ 2023 թվականի գագաթնաժողովը հոկտեմբերի 19-ին եւ 20-ին կազմակերպվելու է Երևանում։
Այս ամեն ինչը որ ասում եմ, իսկ թվականներով կասեմ, որտեղ բոլորը փաստարկված են հիմա որ գնանք կան։ Ուրեմն ապրիլ 4 2023 թվականին կառավարությունում նիստ է գումարվում, որին մասնակցել է Աննա Հակոբյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այնտեղ այդ համաժողովի եւ գագաթնաժողովի թեման կազմակերպչական աշխատանքները քննարկվել են։ Դրա մասին լուրը հիմա էլ դեռ կառավարության ուրեմն կայքեջում եթե գնաք նայեք կա ապրիլի 4 2023 թվական, իսկ 2 օր անց կառավարության նիստն է տեղի ունենում 2023 թվականի ապրիլի 26-ին, ապրիլի 6-ին եւ 140, եթե չեմ սխալվում, 7.5 հազար դոլարի բյուջե է հատկացվում այդ միջոցառման կազմակերպմանը։ Նպատակն էլ էր, որ Հայաստանում պետք է այդ գագաթնաժողովը գումարվի կին լիդերների, խոսում էր 200-ից 250 համաշխարհային կին դեմքերի, կին ղեկավարների ներկայության մասին Հայաստանում։ Իրականության մեջ հիմա այս նույն հայտարարությունն է, որ նաև կառավարության որոշումը կա, այդտեղ որ նայեք գրված է, որ իրականության մեջ 190,000 դոլար պետք է վճարվեր եւ այդ 190,000 դոլարը դրա համար էր, որ այդ կազմակերպությունը թույլատրել, որպեսզի այդ համաժողովը Հայաստանում կազմակերպվի իրենց անվան տակ։ Եվ որոշված էր, որ 75% գումարին, որ լինում էր 142.5 հուզեմ թվայի թվերը բան չանեմ, սխալ չասեմ, մոտավորապես այդքան գումար էր 142 կամ 142.5 հազար դոլար է, եթե չեմ սխալվում։ Պետք է հենց հուշագրի ստորագրման ժամանակ վճարվել, որ ամեն հավանականությամբ դա վճարվել է, իսկ 25%-ը պետք է հոկտեմբերի վճարվել։ Դրանից հետո այլևս դուր չեղավ, մի քանի անգամ դուրեր եղավ, որ այդ համաժողովը կազմակերպվում է, իսկ հոկտեմբերին հենց այդպես էլ այդ համաժողովը եւ գագաթնաժողովը տեղի չունեցավ։ Եթե հիշեք սեպտեմբերին արդեն Արցախի հետ իրադարձությունները տեղի ունեցան, Արցախի դեմ ոտնձգությունը, Ադրբեջանի բռնագաղթ ու բան, հոկտեմբերի 19-20-ը անցավ եւ այդ համաժողովը տեղի չունեցավ, որտեղ հետևում էի, այդպես անդադ նայում էի, տեսի բան ինչ եղավ համաժողովը։ Ընդհանրապես, եթե նման մի միջոցառում հետաձգվում, նախքան այդ թվականները պետք է օրինակ հայտարարություն լինի, որ այսինչ թվականին կազմակերպված համաժողովը այսինչ պատճառներով հետաձգվել է։ Ոչ մի հայտարարություն չեղավ նախապես, իսկ հոկտեմբերի 24-ին միանգամից ուրեմն արտգործնախարարության մամուլի ծառայությունը մի հատ հայտարարություն էր տարածել, հիմա այդ հայտարարությունն կա, կարող եք տեսնել, որ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով հետաձգվել է, բայց տեսաուղերձների, այդպես ասած տեսաուղերձները, որոնք խղվել են, ուրեմն այդ կազմակերպության կին լիդերների կազմակերպ WPL անունով իրենց YouTube-ի ալիքում արկա է եւ այսօր հրապարակվել է հոկտեմբերի 24-ին։ Ուրեմն հետաձգվելը հիմա ամեն դեպքում հայտի չէ հետաձգվել ինչ է նշանակում, եթե արդեն բոլոր տեսաուղերձները այդ ձևաչափով հրապարակվի։ Մի տեսակ կարծես ամբողջ ձևաչափը փոխվել էր եւ որոշվել էր, որ ուրեմն այդ համաժողովը կազմակերպվի առցանց կերպով։ Մինչև այստեղ այդքան էլ խնդիր չի, հիմա հասկանալի է Հայաստանում իրավիճակ էր փոխվել, մի քիչ այդպես ծանր պայմաններ էին, թեև ասեմ 200-ից 250 կին լիդերների Հայաստան բերել այդ օրերին չափազանց մեծ աշխատանք կարող էր լինել Արցախահայության այդ օրերի վիճակը բացատրելու համար, բայց ամեն դեպքում դա տեղի չունեցավ։ Ավելի հետաքրքիրն է, որ այդ տեսաուղերձների այդ հավաքածուն, որ հիմա գոյություն ունի, հիմա էլ կա, եթե գնաք նայեք, շուրջ 1.5 ժամվա այդպես մոնտաժված տեսաուղերձներ են այդտեղ իրար միացած, եւ հետաքրքիր կերպով այդտեղ երկու միայն տղամարդ բանախոսներ կան, մեկը Ալեն Սիմոնյանը Հայաստանի ազգային ժողովի նախագահ, մյուսը արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն է խոսում։ Միակ արական սերի ներկայացուցիչներն են, մյուսները կին լիդերներ են աշխարհի տարբեր տեղերից տեսաուղերձներ են անում։ Ամենահետաքրքիրը դա Աննա Հակոբյանի բացակայությունն էր, որտեղ այդ ամբողջ նախաձեռնությունը իրենն էր, ինքն էր նախաձեռնել, ինքն էր կազմակերպել, ինքն էր հայտարարություններ տարածել այդ ամեն ինչի մասին, ամենտեղ դրա մասին խոսում էր, բայց այդ տեսաուղերձների շարքում իր ուղերձը ընդհանրապես չկա։ Դա մինչև այսօր ինձ համար որպես հետաքրքրվող հարց է եղել, բա ինչ եղավ Աննա Հակոբյանի ուղերձը, ինչու այդ համաժողովին ինքը ուղերձ չուղարկեց եւ նույնիսկ այդ ուղերձի տեսագրելը ինչքան դժվար գործ էր կարելի այդ ուղերձը տեսագրել, մյուսների հետ մոնտաժել, բայց տեսնում ենք իր փոխարեն խոսում են Ալեն Սիմոնյանը եւ Պարույր Հովհաննիսյանը, որոնք ընդհանրապես այդտեղ ոչ մի դերակատարություն չէին կարող անել, որտեղ համաժողովը ընդհանրապես կանանց հետ առնչվող մի բան է։ Ավելի հետաքրքիրն է, որ ընդհանրապես Աննա Հակոբյանը այդ տեսաուղերձով դրանով չի էլ կիսվել, այսինքն այդ համաժողովը, որ կար, իր կազմակերպածը պետք է լիներ ինքն էր ամբողջ նախաձեռնողը, չի եղել։ Եվ ինքը ընդհանրապես եթե նայեք այդ Facebook-ի էջը նայեք, սեպտեմբերի 24-ից անհետացել է 2023 թվականի, վերադարձել է Facebook 2023 թվականի նոյեմբերի 15-ին, այդ ընթացքում չկար։ Եվ գալուց հետո էր ընդհանրապես այդ
ոչ տեսաուղերձ նա հրապարակել, ոչ կարևոր են համարել ժողովրդին, գոնե մի հատ բացահայտություն տան, լավ, բա ինչ եղավ, դուք եք կազմակերպել, դուք եք այդպես ձենձուն հանելով ասում գագաթնաժողով են կազմակերպել, նույնիսկ իր տեսաուղերձը այդտեղ բացակայիմա չկա։ Գիտեք, այս է խնդիրը ամբողջը, որ մի տեսակ բոլորի մոտ հարցումներ առաջանում իրենց գործնության մասին, որտեղ իրենք անկեղծ չեն, իրենք իրենց դրել են ժողովրդի այդպես ուշադրության կենտրոնում, փորձում են ամեն կերպ իրենք իրենց գովազդել, բայց ամենանվազագույն պարտականությունը, որ իրենք ունեն, դա է, որ ժողովրդի հետ անկեղծ լինեն, նույն ժողովրդի հետ, որոնք իրենք կիսվում են, նաև պարտավոր են պարտավորություն ունեն իրենց վրա, որպեսզի կարողանան անկեղծորեն բացատրել, եթե ինչ-որ խնդիր է պատահել, եթե ինչ-որ պատճառով հետաձգվել է ինչ-որ խնդիրներ կան, դրա հետ կիսվեն ժողովրդի, բայց մինչև այսօր որևիցե բացատրություն չկա, թե ընդհանրապես ինչու այդ համաժողովի ձևաչափը փոխվեց, որտեղ անձամբ ինձ համար մի քիչ անիմաստ է Արցախի մեկ ամիս անց այդ իրադարձություններից հետո, որ գրեթե պատերազմը չկար, ոչ թե չկար Հայաստանում, ինչպես Նիկոլ Փաշինյանը տորային հայտարարեցին, որ Հայաստանի սահմաններում ամեն ինչ խաղաղ է, Հայաստանում ընդհանրապես ոչինչ չկար, ինչու բեկանվեց, ինչու տեղի չունեցավ, տեղի չունենալուց բացի ինչու Աննա Հակոբյանը տեսաուղերձ չուղարկեց, հետո նույնիսկ հետո չկիսվեց այդ ամեն ինչով։ Եվ ավելի հետաքրքիր դրանից հետո իր կապը այդ կառույցի հետ կարծես լրիվորեն խզվել է, որովհետև դա իր վերջին մասնակցությունը հենց 2023 թվականի հունիսի այդ Բրյուսելում կայացած համաժողովն է եղել, 2024 թվականի մարտի 15-ին, եթե չեմ սխալվում, Աթենքին կրկին գագաթնաժողով է ունեցել մի քանի ամիս անց, որին Աննա Հակոբյանը այլևս չի մասնակցել եւ դրանից հետո որից հետո տեսնում եք այդ շարանի մեջ էլ որ ներկայացրել էր, որից է բացատրություն չկա, թե ինչ եղավ այդ կին լիդերների պատմությունը։ Ես կարծում եմ ցանկացած անհատ իրավունք ունի նման հարցումներ ուղղելու, այսպես ասած քաղաքական այդ լիդերներին մարդկանց, ովքեր այդպես հարության համար ուշադրության կենտրոնում են եւ հատկապես դրա համար բյուջե դուրս գրվել կառավարությունը, իհարկե հիմա արդվազի 147.5 հազար դոլար հիմա ասել թիվը գուցե մեկից վերցածը հստակ կա որոշումը, եթե նայեք սերճաներ կարող եք գտնել, դա հստակ վճարվել է, հիմա մնացած է 25%-ն էլ վճարվել է 190,000-ը վճարվել ավելի քիչ, հայտնի չի, բայց ամեն դեպքում գումար է վճարվել, այդ գումարը ինչի դիմաց վճարվեց, հիշում եք այդ օրերին Ստոպդակն էլ պիտի գար ելույթ ունենար, դա էլ հետաձգվեց, ասեցին գումարը կվերադարձնի, որքան գիտեմ, միջև այսօր չի վերադարձել։ Գիտեք, սրանք այդ բոլոր խնդիրներն են, որոնք այս մարդիկ վարպետորեն շրջանցում են, չեն բացատրում։ Ես կարծում եմ այդ շարանի մեջ նվազագույնն է, որ գոնե այդ իր կազմակերպած այդ միջոցառմանն էլ ինքը ինչ-որ հայտարարություն հանդես կար կամ բացատրել, բայց տեսնում եք անտեսել է, ես միայն ուզում եմ արի հիշեցում իրեն հարց էի ուղղել, որ թարպես ինչ եղավ, գոնե դրա մասին էլ բացատրեք, եթե ամբողջը բացատրում եք, ես էլ բացատրեք, ժողովուրդը իմանա այդ համաժողովի ճակատագիր ինչ եղավ, ինչու դուք չկայիք, ինչու թարպես դրանից հետո չեք կիսվել այդ տեսագրությամբ։ Ես կարծում եմ այսքանը բավարարվեմ, ասում եմ, այս մասին ես դեռ հենց այն ժամանակ էլ ձեր ուրեմն ալիքով խոսել ենք, զրույց ենք ունեցել իրար հետ։ Իսկ ինչ վերաբերում է այն մյուս պատմությանը, այդ կարծում եմ հիմնադրամի թեման Միացյալ Նահանգներին գոնե ինձ համար փակված է, որտեղ ես գրառում արել է իրենց այդ թղթերը հրապարակել է, ինքը չերկեց, որ այդ գրանցումները Միացյալ Նահանգներում կատարվել է, եւ հետո ինքը մի հատ հղում դրեց, ասաց գնացեք այդտեղ նայեք ինչա ծախսվում, ես կարծում եմ այդտեղ որևէ խնդիր չկա, ժողովուրդը իմ գրառումներն ունի, իր դրած լինքերն ունի, կարող են գնալ կարդալ, տեսնել ինչա եղել այդ գումարները, որտեղ է գնացել, որտեղ է ծախսվել, կարծում եմ ժողովուրդը ինքան ինքը ուշիմ կա, կարող է գնալ ուղղակի իմ կապույտների բացառչանը կարիք չունի։ Իմ մյուս հարցումը, որ ես ուղղել էի հետո գրառման հետքը, եթե հիշեք անդրադարձավ այդ թեմային, ուրեմն ինքը ասել է, որ Արաքսի Սիմիդյանը աշխատավարձ չի ստանում, ես ասել եմ $3,000 աշխատավարձ է ստանում, ինքը ասել է հրապարակի, ես էլ մի հատ պատկեր էի դրել, որ Ֆարայի տեսագրություն էի դրել դրա մասին, կարծեմ նախկին զրույցի ժամանակ ուրեմն հրապարակել է։ Ինքը ուղղակի դրան չի պատասխանել, բայց հետո հավանաբար իր ցուցումով Armen Press-ը հարցում էր ուղարկել հանրային հեռուստաընկերությանը, թե ինչ ա եղել, նրանք ասել են, որ այո, պայմանագիր եղել է աշխատանքային, չէին հերքել, որ իմ տեղեկությունը ճիշտ է, բայց Արաքսի Սիմիդյանը հրաժարվել է այդ գումարից։ Հիմա այս այդ հրաժարականը ես հարց էի տվել, որ հիմա նոր հարց է առաջանում, լավ, այդ աշխատավարձից հրաժարվել ինչպես է եղել, գրավոր է եղել, թե բանավոր է եղել, այդ գրավորը արդվազը պետք է անգլերեն լեզվով միտեղ արձանագրված լինի, արձանագրություն լինի, այսինքն դուք եթե Միացյալ Նահանգների կառավարության ասել եք, որ ես աշխատավարձ եմ ստանում, բայց այդ աշխատավարձը չեք ստացել, դա ինչ-որ ձևով լուրջ խնդիրներ կարող առաջացնի տվյալ անձի համար, որտեղ դա օրենքին հակառակ է, սխալ տեղեկություններ փոխանցել է։ Հենց այդ նույն Ֆարայի, այդպես ասած, փաստաթղթերի մեջ նայեք, ինքը երդվում է, որ այդ ամբողջ տեղեկությունները, որ ինքը փոխանցել է Արաքսի Սիմիդյանը, համապատասխանում է իրականությանը, բայց հիմա փաստվում է, որ չի համապատասխանում իրականությանը, որտեղ գրել է, որ ինքը աշխատավարձ է ստանում, բայց օրինակի համար չի ստանում։ Եվ այս մի շարք ուրիշ հետո հարցումներ էի ուղղել, հիմա հիշողությամբ եթե հիշեմ, որ
օրինակի համար ինչ եղավ այդ ընդհանրապես հեռուստալիքի ինչի էր հիմնադրվել, քանի ալիք ունեն, քանի ինչքան գովազդ են կարողացել այսքան ժամանակ հավաքել, այդ գովազդով որքան է ծածկել այդ իրենց ամբողջ ծախսը, որ ունեցել են այդ ալիքին։ Ընդհանրապես հայտարարված է, որ պետք է նոր կոնտենտ արտադրեն, բայց ոչ մի կոնտենտ չի արտադրվել, գոնե այնքան որ ես տեղյակ եմ հետևում եմ, չկա որևէ նորություն։ Հիմնականում էս է եղել հիմա, եթե ուրիշ հարցումներ կունենաք, ես կարծում եմ այսքանով բավարարվեմ իմ բացատրությունը։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, կարծում եմ հետևողական կշարունակեք դուք այս աշխատանքը, մինչև ամեն ինչ ըստ էության ջրի երես է դուրս գալիս, ավելի շուտ ոչ թե մինչև, այլ այլևս դուրս է գալիս։ Ամենը ես բացահայտումների բան չունեմ, որովհետև սրանք բոլորը կան, այսինքն արտանագրված փաստերն, ես միայն հիշեցման կարգով հիշեցնում եմ եւ կարծում եմ, որ ժողովուրդը կարիք ունի նաեւ այդպես հարցերին տեղանք դնելու եւ իրենք է պարտավոր են ժողովրդին այս հարցերի դիմաց պատասխանատու լինել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, խնդրեմ։